Ժողովուրդ, այսօր ոնց որ 3 հատ թազա տվյալների տեսակ ենք ուղղակի սովորելու, ու օրվա սաղ պլանը դա է։ Ենթադրում եմ մի ժամվա կարգի կտավի, ես հաճախ սխալ եմ ենթադրում, բայց տեսնենք։ Մինչև այս պահը մենք ինչեր գիտեինք, մի հատիկ էլեմենտանոց բաներից գիտեինք թվերը ուղղակի, integer float, մի քիչ կոմպլեքսը գիտեինք, բայց այդքանը չգիտեինք։ String-երը գիտեինք, բայց string-ը կարանք նաև հասկանանք որպես ոնց որ նիշերի ցուցակ, ու գիտեինք ուղղակի ցուցակը, list-ը, որ ինչ էլեմենտներ ասես իրար վրա հավաքած էին։ Հիմա նախ կսովորենք եւս երկու տեսակ ցուցակի, բայց մի փոքր տարբերություններով, որ կլինեն իրանք ցուցակ, այսենց նրբությունով։ Ու մեկ է կսովորենք մի հատ լրիվ ուրիշ տվյալների տեսակ, որ կունենա լրիվ նոր գաղափար dictionary-ները, որտեղ որ ոչ թե կլինի ուղղակի sense տափակ իրար հետևից շարված բաներ, այլ զույգերի տեսքով հանդես կգա դատամ, կլինի ինչ որ մի հատ բան ու իրան համապատասխանող ուրիշ բան, ինչ որ բան իրան համապատասխանող ինչ որ բան։ Ու տենց։ Plանը դա է, ու գնացինք։ Նախ առաջին տվյալների տեսակը կոչվում է tuple։ Tuple մաթեմի մեջ կարող է հանդիպած լինեք ինչ որ n tuple կամ 3 tuple բան, այդ ուղղակի էլեմենտների հավաքածու է կոչվում, ավելի տես տեխնիկական անունն է բանի, նիշերի չկներեք, այն դեպքում կարող կոորդինատների ասենք, այլ լավ մի քիչ անիմաստ կշեղվեցի մաթեմի ուղղությամբ։ Tuple-ը դա list-ն է, ցուցակն է, որը հնարավոր չի փոխել։ Իր սաղ էությունը դա է։ Ոնց ենք սարքում tuple, եթե դատարկ tuple ենք ուզում սարքենք, սովորական list-ի դեպքում քառակուսի փակագիծ ենք դնում, tuple-ի դեպքում կլոր փակագիծ ենք դնում։ Կամ էլ իր հրամանն է ուղղակի հենց tuple բառը։ Նույն ձև ոնց list-ի դեպքում ուղղակի list-ն էր։ Որ գրենք, տպենք, տեսնում ենք, դատարկ tuple եղավ նույնը։ Էլեմենտներից կազմված tuple-ը դա կամ ոնց որ սովորական ոնց որ list-ի դեպքում քառակուսի փակագծեր կդնենք, tuple-ի դեպքում կլոր փակագծեր։ Կամ էլ կարելի է ուղղակի ոչ մի փակագիծ չդնել, ու Python-ը կհասկանա դա որպես tuple։ Այսինքն default-ով, եթե ոչ մի նշան չենք դնում, Python-ը դա հասկանում է որպես tuple։ Ինչը ոնց որ կանաչ դրոշակ է թվում, որ մի վարքյան կարող է ինչ որ ուժեղ բան են tuple-ները, եթե default-ով իրանք են հենց։ Ու հա։ Նրա հաշվին, որ tuple-ները չունեն հնարավորություն փոփոխվելու, իրանք մի քիչ ավելի օպտիմալ են հիշողության տեսանկյունից, ու ոնց որ հիմնականում ամենտեղ աշխատում է, եթե միտեղ մի բան կորցնում ես, ուրիշտեղ մի թազա բան ստանում ես, հիմա այս tuple-ները, որ կորցրել են բանը իրանց, փոփոխվելու հնարավորություն, այսինքն ցուցակից մի բան պակասացրել ենք, ինքը ուրիշ բաներով է լավացել ու դառել default տարբերակը Python-ի, այսինքն էլեմենտների հավաքածուն սովորական sense որ գրում ենք, ինքը tuple է լինում։ Այս նշանակում է, որ նույնիսկ առաջի դասին մենք tuple-ի հանդիպել ենք, երբ որ sense գրում էինք a ստորակետ b հավասար է ինչ որ երկու թիվ, այս երկու թիվը իրականում միանգամից ստացվում էր, որ tuple է ստեղծում, հետո tuple-ի առաջին էլեմենտին համապատասխանում, առաջին էլեմենտը a-ին է համապատասխանում, երկրորդը b-ին։ Այս լավ։ Ու մեկ էլ ստեղծելու հետ կապված, եթե ինչ որ բան արդեն պատրաստի ուրիշ բան ուզենք վերածենք tuple-ի, նույն ձև ոնց կարային գրենք string, կարային գրենք int, նույն կերպ նաև կարանք ուղղակի գրենք tuple, ու ասենք այս list-ը, մենք այդ list-ը կվերադառնի tuple։ Մի երկու բան էլ ասեմ ու հարցեր լսեմ։ Նախ առաջինը, եթե ունենք tuple ու ուզում ենք այդ tuple-ը բաժանենք հատիկ էլեմենտների, նույն ձև ոնց list-երի դեպքում կարենք օրինակ գրենք երկու արժեք, հավասար է, այս դեպքում 3 արժեք հավասար է այդ list-ին, ու ինքը առաջինը կտար երկրորդը երկրորդին, երրորդը երրորդին, նույն ձև ոնց որ ստեղ a ստորակետ b-ն հավասար է 15 ստորակետ 500-ը, կնշանակի a 15, b-ն 500-ին։ A b-ն հավասար է tuple-ը, tuple-ը ստեղ 3 էլեմենտ էր, կնշանակի a-ն 1, b-ն ողջույն, c-ն true։ Ու սենց հանգիստ սիրուն կաշխատի։ Մինչև ստեղ ինչ որ հարցեր։ Okay։ Tuple comprehension-ներ ստեղծելու համար ստեղ մի քիչ տարբերություն կա, եթե list comprehension-ի դեպքում, օրինակ, չգիտեմ, 1-ից 10 թվերի քառակուսին այսպես կգրեինք, այսինքն ուղղակի list-ի նշան կդնեինք։ Tuple-ի դեպքում պետք է ամբողջ tuple բառը գրենք, հետո կլոր փակագծեր դնենք, որովհետև այս սա ուղղակի կլոր փակագծերով
մի հատ ուրիշ օբյեկտ է Python-ում, կոչվում է generator, ու ոնց որ այդ generator-ը սահմանելու համար ինչ որ փակագծեր է պետք եղել, ոնց որ list-ը զբաղված է, այս մեկը tuple-ի համար պետք է լիներ, կտեսնենք որ սրա համար եկա, ոնց որ զուտ փակագծերից պակասությունը արա, դրա համար կրկնվել է, ասենց ասած, ու դրա համար tuple comprehension ստեղծելու համար գրում ենք հենց tuple հրամանը հետը։ Կստեղծի այսպես tuple 0-ից 9 թվերի քառակուսիներով։ Հա։ Ոնց կարանք tuple-ին էլեմենտ ավելացնենք։ Կարա տարբերակ լինի, որ կարանք գրենք դե get append, բայց ժողովուրդ, ոնց որ tuple-ի սաղ իմաստը նա, որ tuple-ը չենք կարա փոփոխենք։ Էլեմենտ չենք կարա ավելացնենք իրեն։ Ոչ է կարանք եղած էլեմենտը փոխենք։ Օրինակ, ստեղ ասում է tuple get append դեպքում attribute-ի խնդիր, tuple օբյեկտը չունի append attribute։ Այսինքն append սահմանված չկա tuple-ի համար։ Իսկ եթե փորձենք ինչ-որ արժեք հավասարացնել նոր բանի, string-երի դեպքում օրինակ ոնց էր, որ ասենք այս string-ից առաջին էլեմենտը ուզենք փոխենք, եկեք նույնիսկ string գրեմ ուրիշ հավասար, որ լավ կոնե թազաբան գրեմ։ Ինքը ասում էր տեսակի պրոբլեմ, string օբյեկտը չունի այս վերագրման գործողություն։ Սահմանված չի string-ի համար։ String-ը immutable է։ Հիմա ժողովուրդ, մենք սովորում ենք մեր հաջորդ immutable տեսակը, tuple-ը։ Նույն կերպ tuple-ի համար, եթե ես այդտեղ գամ ասեմ սիրելի tuple, քո 0-րդ էլեմենտը հավասարացրու 12-ի, ինքը կասի tuple օբյեկտը լրիվ նույն նամակն է, ինչ որ այստեղ էր։ List-ի դեպքում ինչ որ հանգիստ խախանդ կաշխատեր դա։ Ոնց որ կարանք մենք սարքենք ուղղակի թազա tuple։ Կամ նույն կերպ, եթե ասենք tuple հավասար է ու հիմա tuple-ի ասենք վերցնենք առաջին էլեմենտ, հետո երկրորդ էլեմենտ, երրորդ, ասենք չորրորդը փոխենք, օրինակ էլի կաշխատի, այսինքն փոփոխականը կարելի է փոխել։ Այդ դարակի մեջ կարանք նոր բան դնենք, բայց դարակի մեջ դրված tuple-ը արդեն всё, ինքը սառած է։ Իրան փոխելու ձև չունենք։ Ու դե ճարներս ինչ, միշտ եթե ուզում ենք ինչ-որ ձև փոփոխենք, պետքա թազա փոփոխական սարքենք, որի անունը կարա նույնը լինի, իհարկե, հարց չկա, բայց պետքա փոփոխականի մակարդակի գործողություն արվի, ոչ թե փոփոխականի արժեքի մակարդակի։ Մինչև ստեղ tuple-ներից ինչ-որ հարցեր, ժողովուրդ։ Չաթում նամակ կա։ Հա, tuple-ը երբ է օգտագործվում, վերջում մի հատ կնշեմ, դա։ Հա, merci, Միլենա, լսում եմ։ Բարև ձեզ։ Իսկ ստեղ որ գրեցինք tuple-ին գումարած փակագծերի մեջ ժարի 509, ստեղ այդ փակագծերից առաջ tuple-ը պետք չէր էլ գրել։ Որտեվ կլոր փակագիծը ավտոմատ tuple-ա նշանակում, էլի։ Նոր Python-ը ուղիղ հասկանում է, tuple-ին գումարեցինք tuple։ Հասկացա, լավ։ Բարի։ Ղևոն, լսում եմ։ Հայկ ջան, բարև ձեզ։ Որ խնդրեմ մի հատ այդ ավելացնելու բանը նորից կասեք, լավ չլսեցի էլի։ Ահա, եթե ուզում ենք tuple-ին ինչ-որ էլեմենտ ավելացնենք, ասենք այս ուրիշ tuple-ը ավելացնենք օրինակ, պետք է ստիպված բռնենք թազա փոփոխական սարքենք։ Եղած tuple-ը չենք կարա փոփոխենք։ Նույն ձև ոնց string-ը չենք կարա փոփոխենք օրինակ մեջի տառը։ Ահա։ Նույնը վերաբերվում է ստեղ, որտեվ իրանք էլ են չփոփոխվող տվյալների տեսակ։ Եղա, մերսի։ Մուշավ, լսում եմ։ Ես մի հատ պա եմ ուզում, որ ավելի հստակեցի։ Օրինակ ինքը որ գրում ենք ու ինքը չենք փոփոխվում, չի փոխվում, այսինքն tuple-ը։ Էդի ավելի շատ թերություն չի համարվում, քան թե առավելություն, որտեվ ամեն բան գրելուց մանավանդ կոդ շատ հաճախ պետք է լինում ընթացքում որոշ բաներ փոփոխել, այսինքն այդ դեպքում ոնց կարանք այս հարցի նայենք ավելի շատ առավելություն է, թե թերություն։ Ես մտածում եմ, որ այդ թերությունը կարա դիտարկվի, էլի, ասենց ասած։ Դե թերությունը այն տեսանկյունից, որ ճկունությունը ավելի քիչ է, բայց կախված խնդրից կարող է մեզ դա հենց դուր գա։ Օրինակ համար, եթե ինչ-որ մի հատ փոփոխական արժեք ենք տվել, ու ուզում ենք վստահ լինենք, որ ինքը միշտ այդ արժեքն է ընդունելու, ուրիշ լեզուներում օրինակ այդ կոնստանտի գաղափարը կա, որ փոփոխականը չի փոփոխվում երբեք։ Ինչ արժեք տվել ենք, այդ արժեքը չի փոխվում երբեք։ Եթե ինչ-որ գոնե մոտավոր նման էֆեկտ ուզում ենք ստանանք Python-ում,
tuple-ները մեզ օգնական են։ Ինչպես նաև եթե գործ ունենք ինչ-որ բանի հետ, որը չի էլ նախատեսվում իր հերթականությունը փոխվի հետ, իր արժեքները փոխվեն, ավելի լավ է tuple օգտագործել, որովհետև tuple-ը ավելի օպտիմալ է լինելու ներքևի մակարդակից նայած, էլի։ Այսինքն ոնց որ այդ ոչ առավելությունա, ոչ բացական կողմ, էլի, ուղղակի կախված խնդրից ինչ որ բայի տարբեր գործիք ենք օգտագործելու, էլի։ Հեսա մի հատ էլ որ բազմությունների գաղափար սորենք այդ սեթերի, իրենք այդ ցուցակից մի քիչ ուրիշ բանով են տարբեր լինելու։ Այդ դրանք էլ ունենալու են իրենց բացական ու դրական կողմերը, ամեն անգամ ուղղակի պետքա լինելու կոնկրետ խնդրի համար նայել, որ տվյալների տեսակն ամենաբանը է, էլի, ամենախելքին մոտը օգտագործելու։ Okay, Ռուբեն, լսում եմ։ Իսկ tuple-ը կարում ենք list սարքենք կամ list-ը tuple։ Հա, ամեն ինչի մեջ կարանք իրար մեջ գնանք։ List-ը tuple սարքելը տեսանք ստեղ։ Այստեղ որ Ինքն օրինակ եթե ուզենանք tuple-ը փոխենք, կարանք tuple-ը list սարքենք, հետո հետ սարքենք tuple։ Կարանք։ Ուղղակի ոնց որ եթե տենց բան պետք է անենք, ես Միանգամից list օգտագործենք։ Ահա։ Այսինքն այս նաև ոնց որ դրա համար այս tuple-ները ուշ անցանք, էլի, իրանք սպეციფიկ բան են։ Այն ամեն օրվա կիրառելու երևի list-ն է, որ հիմնականում մեզ պետք է գալու։ Tuple-ը ու հեսա հետո սովորած set-ը իրանք կոնկրետ ինչ որ խնդիրներ լուծելու համար են գալու, էլի։ Այսինքն կոնկրետ ունենալու են իրենց մոտ հատկություններ, որոնք որ երբեմն մեր համար շահավետ են լինելու, բայց բանալի բառը երբեմն է, էլի։ Հա, էլի հարցեր, ժողովուրդ։ Ներավ։ Ոնց կարանք tuple-ից ընտրենք օրինակ առաջին էլեմենտը կամ վերջինը կամ առաջինից չորրորդը, ամեն ինչ նույն ձևա ոնց բանի մեջ, ոնց լիստերի դեպքում։ Ոնց կարանք ցիկլ պատտվենք tuple-ի վրա, լրիվ նույն ձևա։ Ոնց մաքսիմումը վերցնենք, լրիվ նույն ձևա։ Այսինքն ըստ էության լիստերից ինչ անցել ենք, կարանք բռնենք կիրառենք tuple-ների վրա։ Մենակ թե ոնց որ չենք կարող փոփոխենք իրենց։ Այդ տարբերությունն է։ Հա, ու այս compression-ը ասացի, մի քիչ ավելի տարբեր է բանով։ Վայ range relative չեմ գրա, 10։ Մի քիչ տարբեր է ուղղակի բան, comprehension-ի գրելա ձևը, որ tuple բառը հետն է գալիս։ Հա։ Ու հա, իրանց առավելությունները հնա, որ իրանք ավելի ապահով են, որտեղ գոնե վստահ ենք, որ ինչ գրել ենք, դա է այդ բանի արժեքը, հենց փոփոխականը կարա փոխվի, բայց փոփոխականում գրվածը չի փոխվի։ Ու հա, ու իրանք հիշողության տեսանկյունից մի քիչ ավելի օպտիմալ են այդ բան պրինցիպով։ Միտեղ կորցրեցին, ուրիշտեղ շահեցին պրինցիպով։ Հա, մեր լսում եմ։ Իսկ այդ հիշողության մասը մի քիչ ավելի մանրամասն կբացատրեք։ Իրականում ինչ բան չեմ, ոնց որ այդ տակից թե ինչի է ինք ավելի օպտիմալ, ես ինքս էլ լավ չգիտեմ։ Մենակ կարամ ասեմ, որ ոնց որ այն որ Python-ը գիտի, որ այս դարակում ինչ դրեց, տենց է մնալու է, պետք չի իրան հետո փոփոխել, իրան այդ ճկունությունն է տալիս, որ մի քիչ ավելի օպտիմալ այդ պահելու process-ը անի, բայց այդ դրանից ավելի խորը պատասխան կնեք, բայց չունեմ զուտ էլի։ Երբեք տենց բան չեմ, այդքան չեմ խորացել էլի այդ թեմայի մեջ։ Հա, էլի հարցեր tuple-ներից, ժողովուրդ, ոնց որ իրական tuple-ների նյութը այսքանն էր, էլի։ Բարի, դե դեպքում անցում ենք անում մեր հաջորդ տվյալների տեսակին, սեթերին։ Սեթը անգլերեն բազմություն բառն է, բազմությունն էլ մեր լրիվ դպրոցում կամ համալսարանում սովորած բազմությունն է։ Բազմություն սարքելու համար գրում ենք set ու փակագիծ, տեսնում ենք, որ ինքը set է, իրա ոնց որ իրա փակագիծն էլ թիթիզ փակագիծն է, այս ձևավորն է։ Բայց եթե ուղղակի sense դատարկ փակագիծ գրեմ, դա լինելու է dictionary տեսակի բան, թե ինչ բան է dictionary-ն, այսօր վերջում կանցնենք։ Ուղղակի հիշեք, որ ոնց որ դատարկ թիթիզ փակագիծ որ գրեք, այդ չի լինի set։ Այդ կլինի dictionary։ Իսկ էլեմենտներից կազմված եթե ուզում ենք սարքենք, օրինակ 4-3-3-2-ը sense ձևով փակագծերով գրել եմ, հիմա եթե տպեմ այս my set-ը, նայեք ինչ է անում, 2-3-4։ Ահա, այս հետարքիր է։ Երկու բան նկատենք ինչ տեղ ունեցավ։ Երկու հատ 3 էր գրած, եղավ մի հատ 3 ստեղ։
գրած էր 4-3-3-2 դարավ 2-3-4։ Սեթերի այդ երկու կարևոր նրբությունները դրանք են։ Առաջինը այնա, որ իրանց մեջ չկա կրկնօրինակ, ոնց բանի մեջ, որ ոնց մաթեմի սովորած բազմություններում ամեն ինչ մի հատիկով է ամեն էլեմենտ։ Երկրորդը նույն ձև ոնց որ բազմության մեջ չկա հերթականության գաղափար, ոնց որ մեշոկ է ուղակի սեթ, էլի։ Մեշոկի մեջ sense կարտոշկեքը եթե լցրած են, այս չի, այս առաջի կարտոշկան է, այս երկրորդը, այս երրորդը։ Ցուցակի մեջ է կարտոշկեքը, եթե գրենք ասենք կարտոլ 1, կարտոլ 2, կարտոլ 3։ Ստեղ ուղղակի ոնց որ էլեմենտների sense ինչ որ մի հատ յաշիկ է, արկղ է էլեմենտների։ Դա համար չկա այդ հերթականության գաղափարը։ Այս մի քիչ նուրբ պահա, ոնց որ մենք հեսա կտեսնենք, որ կարանք ցիկլ պատտվենք ու ինքը ինչ որ բանից սկսելու է։ Ստեղ էլ տպում է, իսկ 2-3-4 sense հերթականությամբ տպեց։ Իրականում Python-ի բարձրոտ վերսիաներում, եթե թվեր ուղակի գրենք, այդ թվերը ինքը տպելու է աճման կարգով ուղակի։ Բայց մենք ոնց որ սեթերի այդ հերթականության գաղափարը շատ նրանցն է, որ սեթի հետ գործ անելուց պետքա չմտածենք ուղակի հերթականության գաղափարի հետ, որովհետև չկա նորմալ սահմանված։ Կա հստակ ձև, թե ոնց է հերթականության սահմանվում, բայց այդ պրակտիկ մեր համար ոչ մի առարակ չունի։ Ամեն ընդհանուր, եթե պետքա լինելու հերթականություն բազմության էլեմենտների այդ հավաքածուի մեջ, ուրեմն սեթերը մեր ընկերը չեն։ Մեր ընկերը լիստերն են կամ tuple-ներն են։ Եթե մեզ հեչ կարևոր չի հերթականությունը, ասենք, չգիտեմ, կա այս մարդկանց ցուցակը մի տեղ հավաքած, մի հատ ուրիշ տեղ ուրիշ մարդկանց ցուցակ, ուզում ենք այդ երկուսը իրար միավորենք ու հասկանանք ինչ մարդիկ կան, չկա առաջի, երկրորդ, երրորդ մարդ։ Այդ մաքուր մաթեմի բազմությունների միավորման գործողությունն է, guys, որտեղ արդեն սեթերը մեր ընկերն են։ Կախված է էլի ոնց որ կոնկրետ խնդրի համար կա ամեն մի իր գործիքը։ Հերթականություն եթե պետքա կամ կրկնօրինակներ ունենալ եթե պետքա, սեթերը մեր ընկերները չեն։ Հա, մոշախ լսում եմ։ Հայ ջան, փաստորեն ինչ որ գրում ենք մենք այդ բանը բազմության մեջ ինքը դիֆոլտով աշման կարգով է դասավորում, հա։ Թվերի դեպքում ու Python-ի բարձր վերսիաների դեպքում, հա։ Ես հիշում եմ ինչ որ ժամանակ ա եղել աշխատացրել եմ թվերը աճման կարգով չէին ոնց որ թե, չեմ հիշում այդ որ վերսիայից էր, կարող նույնիսկ սխալ եմ հիշում, բայց եթե զուտ թվերը, հա։ Բայց այդ որ ասում եմ ոնց որ հերթականության մասին իմաստալից չի մտածել նույնիսկ, հիմա եթե օրինակ ունենանք այս բազմությունը, ստեղ ինչ որ տառ, ստեղ ինչ որ թիվ, ստեղ ինչ որ ուրիշ տառ, ստեղ ուրիշ թիվ, ստեղ հիմա ավելի մեծ տառ, ավելի մեծ թիվ ու սա տպեմ։ Հա, նայեք, ստեղ օրինակ բան արեց, թվերը հերթով աճման կարգով շարեց, հետո տառերը շարեց։ Հəl մի հատ տառերը փոխեմ, տառը բառը փոխեցի, դարավ թիվ, string, թիվ, string։ Կգուշակեի երբևէ, չէ։ Հեսա մի քիչ հետո հղում կդնեմ, թե ոնց է արվում այս հերթականության ստեղծում, բայց խելքին մոտ չի։ Պրակտիկ տեսանկյունից խելքին մոտ չի։ Դա համար ես երբեք չեմ մտածի հերթականության գաղափարի մասին սեթերի դեպքում։ Սեթերի հետ աշխատելիս։ Իսկ այս սեթերի բազմությունների դեպքում կա տենց տարբերակ, որ հայտարարենք դատարկ, հետո իր մեջ լցնենք ինչ-որ append-ի նման կամ extend-ի նման տարբերակ։ Հա։ Այսա как раз ներքևը դրա օրինակն է, ու մի քիչ հետո էլի կնայենք։ Կարանք օրինակ ասենք my set հավասար է դատարկ set, հետո for տակի գծիկ in range 5 անգամ ուղղակի input-ով բան ներմուծենք։ Ուղղակի ոնց որ հրամանի անունը ոչ թե append-ա, այլ add-ա, ավելացրու։ Ու սա եթե աշխատացնեմ, ստե օրինակ սկզբում գրեմ 1 string եղավ, հիմա գրեմ օրինակ այս string-ը, ցույց չտվեց, հիմա մի հատ գրեմ այսա օրինակ, հիմա գրում եմ էլի 1, նայեք չփոխվեց, որտեղ 1 արդեն կար մեջ։ Հիմա գրեմ օրինակ 4, դարավ 4 string-ը, 1 string-ը ու այս սրանք։ Այսինքն եկավ հավաքվեց։ Դարավ 4 էլեմենտ 5-ի փոխարեն, որտեղ 1-ից 1-ը կրկնվել էր։ Ու նաև ոնց որ կարելի է ցիկլ պատտվել նույն գրելաձևով։ Ինքը կլինի այս իր այս արտածած դեպքում ցույց տված հերթականությամբ հերթով կաշխատի։ Հարցեր ինչ որ մինչև ստեղ ժողովուրդ։ Դե բարի։ Ահա։ Էլեմենտ ավելացնել ասցինք, մեկ էլ հանելը ոնց ենք անում։ Դե ավելացնելը add-ն է, ոչ թե append-ը,
հեռացնելը արդեն մեր մոտ remove-ն է կամ էլ pop-ը։ Նույն կտրվածքով ոնց լիստերի դեպքում remove-ին կոնկրետ արժեք ենք տալիս, այդ արժեքը հեռացնում է, pop-ին կոնկրետ index ենք տալիս, ու այդ index-ում գրածը հեռացնում է, բայց այստեղ մի հատ հարց է գալիս, ինչ ոնց կարանք index տանք, եթե հերթականության գաղափար չկա, ու հա, ոնց որ դրա պատասխանն է այն, որ set.get pop-ը չի ընդունում արգումենտ, չի ընդունում index, որովհետև խելքին մոտ չի index-ի մասին խոսան։ Okay, բայ դեպքում ինչ է հեռացնում, հեռացրեց, այստեղ օրինակ առաջին էլեմենտը հեռացրեց։ Եկեք հետը տպեմ ինչ մնաց տակը։ Տակը մնաց 4-5։ Բայց եթե ոնց որ պետք է ինչ որ կոնկրետ էլեմենտ հեռացնեմ մեջից, ես սեթերով չեմ աշխատի, էլի, որովհետև արդեն լրիվ ոնց որ գրանոց է դառնում, էլի հերթականությունը գաղափարը սեթերի դեպքում։ Okay։ Այդ ցիկլը հա, ասացինք, որ կարանք աշխատացնենք։ Սեթերի գեղեցկությունը սկսում է ժամանակ, երբ որ մենք ոնց որ իրենց սկսում ենք հենց որպես մաթեմատիկական set օբյեկտը օգտագործել։ Ու իրենց այդ շատ մեծ կիրառություն հենց դա է։ Մենք բազմությունների հետ կարանք կատարենք 4 գործողություն։ Եթե ունենք A բազմություն ու B բազմություն ու ուզենք միավորենք իրենց, պետք է նշանակի վերցնել էլեմենտները, որ կամ A-ի մեջ կան, կամ B-ի մեջ։ Հատումը կնշանակի վերցնել նրանք, որ համ A-ի մեջ կան, համ B-ի մեջ։ Այս ոնց որ կամն է ասենց ասած, սա եւն է։ Ինի օրինակ այս AB բազմությունների ներքում այս ընդհանուր մեջտեղի կլորը։ Տարբերության գործողությունը A-ից եթե հանենք B, կհեռացնի A-ից բոլոր էլեմենտները, որ B-ի մեջ կան, կունենանք այս լուսինը։ Մեկ է կա սիմետրիկ տարբերությունը, որը նշանակում է կամ A-ի մեջ գա, կամ B-ի մեջ գա, բայց ոչ երկուսի մեջ միաժամանակ։ Այսինքն ինքը ըստեյության նույնն է, ինչ միավորում հանած հատում, այստեղ այս մեջտեղի սպիտակը չկա, որտեղ դա երկուսի մեջ էլ կա։ Այս 4 գործողությունը կարանք սեթերի հետ անենք։ Եթե օրինակ ունենք այստեղ 1 2 3 4 ու 3 4 5 6 բազմությունները, հիմա իրենց միավորումը լինելու է 1 2 3 4 5 6-ը, չէ՞։ Ոնց ենք գրում, գրում ենք set 1 get union set 2։ Union նշանակում է միավորում։ Կամ էլ կարելի է կարճ ուղղակի գրել set 1 այս նշանից, այս կամի նշանն է, գտնվում է բանում, գրել եմ դիրքերը, որտեղ է գտնվում, վայ, սխալ բան սխմեցի, փակվեք, կորեք այստեղից, կներեք, ներողություն, փախի, հետ մեծացի, այդ կամի գործողություն, հիմա սա հետը տպենք, տեսնում ենք առաջինը հենց 1 2 3 4 5 6 է եղել։ Այս երկուսի հատումը 1 2 3 4-ից 3 4 5 6-ից 3 4-ն է, որ երկուսն իրար հետ կան։ Այդ էլ գրում ենք կամ սենց երկար intersection բառով, կամ էլ ուղղակի դնում ենք այս եւ-ի նշանը։ Set 1 եւ set 2։ Երկուսն են նույն ձև աշխատում։ Տարբերությունը կամ գրում ենք get difference, կամ դնում ենք մինուս, սովորական մինուս։ Սիմետրիկ տարբերությունը կամ գրում ենք սիմետրիկ տակի գծիկ difference, կամ դնում ենք բծիչկա։ Այսօր աշխատացնենք, հատումը լինում է 3 4-ը, տարբերությունը 1 2 3 4-ից եթե հանենք բոլոր էլեմենտները, որ 3 4 5 6-ի մեջ կան, տակը մնում է 1 2, ու եթե նայենք այն էլեմենտները, որ մենակ 1-ի մեջ կան, լինում է 1 2 5 6, այսինքն 3 4-ը դուրս եկավ։ Այս ամեն ինչը նույն ձև ճիշտ է, եթե ունենք մի քանի բազմություն, էլի կարամ գրեմ set 1 եւ set 2 եւ set 3, ոչ մի խնդիր։ Ուղղակի երկու հատի վրա է օրինակը բերած, էլի։ Լավ, մի քիչ պատմեմ, նոր հարցեր լսեմ։ Հերթականության հետ կապված այստեղ է մոտս հղում դրած դեպի բան, բացատրություն թե ոնց է տեղի ունենում, սա ոնց որ շատ ավելի բարդ թեմաների հետ է կապված, հեշավորում եւ այլն, ուղղակի լրացուցիչ հղումը դրել եմ նրա համար, որ հետարքիր է, համեցեք, կարաք կարդաք։ Բայց տեսնենք օրինակ այս երկու ստրինգից երկու թվից բաղկացած բանը, եթե set ենք դարձնում, հերթականությունը բռնես փոխվեց։ Ես կյանքում չէի գուշակի, որ լինելու է պանիր 11 12 հետո փիղ։ Ու քանի որ հերթականության գաղափար չկա, եթե set-ի հետ ասենք 0-րդ էլեմենտը դու, ինքը ասելու է տեսակի խնդրեմ, որտեղ այդ ինչ որ 1-րդ գաղափարը չկա set-ի համար։
ցիկլը կաշխատի վրան, հա, բայց կոնկրետ ասես առաջինը դու չի տա, չկա առաջինի գաղափար։ Կա, իհարկե, ոնց որ դարակի մեջ որ դնենք, ինչ որ մի ձև դնելու ենք։ Ասենց օթում չի կարա մնա, մի ձև ֆիքսվելու է։ Բայց չֆիքսացի տեղ, ասենց ասած դա։ Համար եթե ուզում ենք օրինակ վերցնենք շոտիկի ինչ որ մի կոնկրետ էլեմենտ մեջից, ինչ որ մի էլեմենտ վերցնենք, չասեմ կոնկրետ, պետքա վերածենք իրան list-ի կամ tuple-ի ու նոր վերցնենք։ Օրինակ գրենք list set a։ Ու դրանից կարանք արդեն ասենք 0, որտեվ list-ի դեպքում հերթականության գաղափարը խնդիր չկա։ Մենք այսօր կակաս մի հատ բան օրինակ կտեսնենք, երբ որ պետք է գալիս բազմությունից վերցնել ինչ որ կոնկրետ էլեմենտ ամեն դեպքում dictionary-ները անելու ժամանակ։ Այս ցիկլը արդեն մի երկու անգամ ասացի, լրեմ արդեն։ Մինչև ստեղ ինչ որ հարցեր, ժողովուրդ։ Արամ լսում եմ։ Մի հարց, էս որ ինքը random թվերը լսնում եք, ինքը դասավորում է։ Ինքը միշտ նույն ալգորիթմով է դասավորում, այսինքն եթե նույն տվյալները տանք, միշտ բանիրը նույն ձևա լինելու ու փիղը վերջում, տենց։ Այսինքն դրա վրա կարանք վստահ լինենք, որ ինքը միշտ նույն ձևա դասավորում։ Կարանք, բայց ոնց որ եթե կարիք ունենք վստահ լինելու, որ հերթականություն տենց է, էլի չարժի օգտագործել բանը, չարժի օգտագործել զուտ set, բայց հա, ոնց որ կա հստակ ձև, թե ոնց է դա դասավորվում, ու այդ նույն ձևն է կիրառվում ամեն անգամ, էլի։ Այս կայքով կարա կնենք, Հայաստանի դրոշ։ Բայց երևի պատահական է։ Ահա, մերսի։ Էլի հարցեր, ժողովուրդ։ Լավ։ Մեկ է բազմությունների դեպքում, լավ, չտոք ասեմ, մեկ է comprehension-ը ժողովուրդ, ոնց որ ստեղ արդեն լրիվ ուղիղ թարգմանություն է, եթե ասենք list-ի մեջ -5-ից 5 թվերի քառակուսիները, եթե ուզենք հաշվենք list կտփեն տտ-ի փոխարեն գրելու ենք i քառակուսի for in range եւ այլն, set-ի դեպքում նույն պատմությունն է, ուղղակի նշանը փոխվում է այս սրանով, թիթից փակագծով։ Մնացածը նույնն է։ Այստեղ տեսնում ենք այս 3 եղբայրները կամ քրերը, ամեն մեկի համապատասխան list comprehension-ի ձևը, ու այս երրորդը տալիս է մեզ բազմություն 0 1 4 9 16 25-ից, որտեվ այստեղ թվերի քառակուսիներն ա եղել, կրկնօրինակները դուրս են եկել մեջից։ Չաթում նամակ կա, կարդամ։ Այդ դասավորվածության հետ կապված էլի ոնց որ մեզ պետք չի մտածել ընդհանրապես ոնց է դասավորվում, որտեվ եթե պետքա մտածենք, ուրեմն սեթերի հետ պետքա գործ չունենանք, բայց այն թե ոնց է դասավորվում, այդ ոնց որ այս նյութում է դրված հեշավորման հետ կապված գաղափարը, որը պարզ գաղափար չի, առնվազն իմ համար։ Ու ոնց որ մենակ ցանկության դեպքում խորհուրդ եմ տալիս այդտեղ արդեն կարդալ։ Էլի հարցեր, ժողովուրդ։ Բարի։ Ուրիշ առումներով, ասենք, in-ի գործողություն, len-ի, sum-ի, max-ի, նույն ձևանց tuple-ների դեպքում նույն պատմությունը ստեղ էլ աշխատում է։ Այսինքն այս մեր սովորած այդ ընդհանուր բաները, որ հավաքածուների համար են, թարգմանվում են նույն ձև ուրիշ հավաքածուներին, tuple-ին, set-ին։ Tuple-ների դեպքում մի հատ էլ հավես բան որ կա, այնա որ ոնց որ բազմությունների դեպքում ունենք ենթաբազմության գաղափարը, այստեղ կարանք ստուգենք, ասենք, մի բանի բոլոր էլեմենտները ուրիշի մեջ պարունակվում են, թե չէ։ Օրինակ, եթե ունենք 1 2 3-ները, ուստեղ աշխատացնեմ անհավասարաբե կասի true։ Այստեղ օրինակ 4 ավելացնեմ, ասեմ անհավասարաբե կասի չէ, բայց եթե ասեմ, օրինակ b-ն i-ից փոքր է, թե չէ, իսկ b-ն i-ի ենթաբազմությունն է, թե չէ, կասի true, որտեղ 1 2 3-ը 1 2 3 4-ի ենթաբազմությունն է։ Այստեղ 4 ավելացնեմ, կասի false, որտեղ արդեն ոչ թե մեկը ենթա է, իսկ մյուսի մաս է կազմում, այլ հենց հավասար է։ Այդտեղ արդեն օրինակ
փոքր մեծ հավասարը կարգի, ասենք ենթաբազմություն կամ լրիվ նույնն է։ Եղոսկով այդ մաթեմի բազմությունների ենթաբազմությունների գաղափարները սաղ թարգմանվում են ստեղ բանի տեսքով։ Մեծ փոքր ու մեծ հավասար փոքր հավասարի տեսքով։ Ու իրականում սեթերից էլ այսքանը հարցեր։ Ամեն ինչից է սեթերի։ Կարող մի հատ բովանդակություն բացեմ, վերհիշեք ինչեր ենք նայել։ Outline, օպա։ Okay. Մհեր լսում եմ։ Իսկ եթե օրինակ այդ երկուսին լրիվ տարբեր էլեմենտներ տանք ու համեմատենք, օրինակի համար մեծա թե չէ, այդ դեպքում ինչ կլինի։ Դե կլինի չէ, որովհետև ոչ բոլոր էլեմենտներն ա մեկի, որ մյուսի մեջ կան։ Պետք է լրիվ ամեն ինչը մյուսի մեջ ներառվի, էլի, որ ինքը ասի հա ենթաբազմությունն է։ Ստեղ եթե օրինակ b-ն էլ ավելացնենք, նոր կդառնա true։ Դե այսին նկատի ունեմ, որ ընդհանրապես երկուսի մեջն էլ լրիվ տարբեր լինի, այսինքն այն մյուսի մեջ չլինի իրենց էլեմենտ, որ մյուսի մեջ կա։ Այդ ոնց որ вообще ենթաբազմություն չլինի, էլի։ Ասենք թող մեկը լինի AB-ն, մյուսը լինի այս 2-1-3-ը, բարձր ենթաբազմություն չեն իրար, էլի։ Լավ, մերսի։ Էլի հարցեր ժողովուրդ։ Tuple-ներից ու set-երից կարեք երկուսից էլ հարցնեք հիմա։ Okay, դե դեպքում մտանք վերջին թեման ու արգամազն իմ անձամբ իմ համար ամենահավեսը այս երեքից բառարաների գաղափարը։ Նախ ոնց որ ժողովուրդ, եկեք պատկերացնենք մի հատ sense խնդիր, ուզում ենք ոնց որ պահենք օրինակ մարդկանց անունները ու իրանց հեռախոսի համարները, այսինքն ուզում ենք մեր հեռախոսի կոնտակտային գրքույկը սարքենք։ Ոնց կառաջարկեք այդ կոնտակտային գրքույկի պահելը կազմակերպենք Python-ով։ Ոնց որ ցանկացած տարբերակներ համեցեք։ Անի լսում եմ, բայց այս բանի ինչև անցած գիտելիքներով էլի։ Օրինակ անուն ու հեռախոսահամար։ Այսքան ունենք երկու ցուցակ, ստեղ ասենք անուն հավասարա ու լինի օրինակ A-իկ, B-իկ, C-իկ ու նավ A-իկ ու B-իկ թող լինի ու ունենանք համարներ գրած լինի +1 +2, չէ՞։ Այս դեպքում եթե ուզեմ օրինակ հազա հեռախոսի համար ավելացնեմ, ինչ պետք է անեմ։ Թազա կոնտակտ ավելացնեմ, էլի, այժմ ոչ թե զուտ հեռախոսի համար։ Մհեր լսում եմ, հաջորդ ձեր բարձրացած դուք եք։ Ճիշտ ասած ես ուրիշ տարբերակ էի ու տենց ուզում առաջարկել, բայց եթե հարցին պատասխանեմ, նոր կոնտակտ ավելացնելու համար պետք է ավելացնենք նոր անուն վերջից ու էլի վերջից նոր համար։ Պետք է զգուշ լինենք, որ երկուսին նույն ձև, նույն պահին ավելացնենք այդ բաները, չէ՞։ Իսկ օրինակ եթե ուզենամ այս B-իկի համարը իմանամ, ինչ պետք է անեմ։ Ըստ ինդեքսի։ Պետք է ոնց որ առաջինի վրա ցիկլ պատտվեմ, գտնեմ որերորդն է, ու այդ մի դիրքում եղածը հաջորդ ցուցակից վերցնեմ։ Նույն ձև ջնջելու համար, օրինակ պետք է հստակ այս ու այս դիրքերը ջնջեմ։ Ինչու՞ որ կարելի է կազմակերպել, բայց հեսա կտեսնենք ինչքան ավելի հեշտ է, սենց ոնց որ եկագործ է իրական լինում էլի ու պետքա շատ զգույշ լինենք։ Դե հստակ համապատասխանություն կա, սա սրան ավերում, սա սրան, սա սրան։ Միտեղ սխալ ինդեքսով ջնջեցինք ինչ որ բան կամ սխալ տեղ բան ավելացրեցինք, всё, սա գմփում է։ Դե սա չէ, ինչ որ բաներ կարող է շարունակի ճիշտ իրար հետ լինել, բայց ընդհանուր առմամբ գմփ։ Ուրիշ ինչ որ առաջարկ ունեք, ինչ է կարելի անել։ Ձեր տեսած մի տեսնեմ ինչ որ կարող նորմալ ձեր բարձրացնի։ Հայկ լսում եմ։ Կարանք մի հատ լիստ սարքենք, օրինակ կենտ տեղերում դնենք անունները, զույգ տեղերում համարները։ Այդ բայց լրիվ գժանոց կլինի։ Այնտեղ պետքա
հաշվենք ինչին է վերաբերվում, հանելուց նայենք, որ ինդեքսները պետք է հանենք, մի քիչ ոնց որ հատկապես կողքից օգտվողին լավ դժվար կլինի էլի, ես օրինակ դրա հետ կշփոթվեի, ինձ թվում է երկար ժամանակ վերցրած էլի, բայց դա էլ ոնց որ խնդրի լուծում է էլի, իսկ էլի տարբերական, մերսի առաջարկի համար իհարկե, ոնց որ կրիտիկա եմ անում, որտեղ ինչ որ բացական կետեր ունի, բայց ոնց որ շատ լավ է, որ առաջարկը հնչում է էլի, սխալ չհասկանաք հանկարծ, Արամ, լսում եմ։ Կարանք ներդրված լիստեր օգտագործենք, միանգամից key value բառն իրար հետ դնենք։ Ճիշտ է, կարանք ունենանք ստեղ օրինակ i-իկ ու 0,1 պլյուս 1։ Հետո հաջորդ էլեմենտը կլինի մեր մոտ այս b-իկը ու պլյուս 2։ Հիմա սրան եթե էլեմենտ ավելացնելու լինենք, պետքա ավելացնենք հստակ ցուցակ մի հատ, ինչը ոնց որ մի գործողություն ենք ավելում ավելացնելու, գուցե մի քիչ ավելի դժվար լինի սխալվելը, բայց էլի ոնց որ հրաշք մոտեցում չի, ու սենց էլ եթե օրինակ ուզենամ այս b-իկի համարը իմանամ, պետքա հիմա ցիկլ պատտվեմ, նայեմ ամեն մի ենթացիկլի առաջին արժեքը, ու այդ առաջին արժեքին ու այդ էլեմենտի համար տպեմ երկրորդ արժեքը, ինչը էլի բավականին փոփ մոտեցում է, բայց էլի ոնց որ լուծում է, այս ոնց որ անուն եմ կպցնում ամեն ինչին, որտեղ մի այդ dictionary-ները կա էլի, բայց ոնց որ այս բայ գիտելիքներով այս երկու մոտեցումն է շատ տրամբանական խելքին մոտ մոտեցումներ են էլի։ Եթե հավելելու բան ունեք, համեցեք, կարամ։ Այսինքն մեզ պետքա ոնց որ JavaScript-ի օբյեկտները key value բառներ, Հա, այդ հենց dictionary-ն է էլի։ ամենաօպտիմալ եղանակը դա է։ Հա, դե հա, իհարկե, բայց ոնց որ ճիշտ եք ասում, բայց ոնց որ եղած մինչև այդ եղածներին տենց անուն կպցնենք, որ նոր բանը սիրունությունը Հասկանանք, թե ինչի համար է ստեղծվել dictionary-ն։ Հա, ոնց որ Պակասի գլխացավ դեպքում։ տեսնենք, առանց գլխացավի չենք գնահատի, էլի։ Այդ դրամա ենք այս կտորը անում հենց։ Okay, հա։ Լուսի, լսում եմ։ Հա, okay։ Հա, եթե առանձին երկու լիստեր սարքենք ու zip հրամանով փորձենք։ Ահա, zip-ը ոնց որ այդ առանձին լիստերը կդարձնի sense մի հատ list, ուղղակի ստեղ tuple-ներ։ Ինչը ըստ էության կգա այս երկրորդ մեթոդին, էլի։ Հա, ժողովուրդ, մենք zip-ը անցնելու ենք ֆունկցիաների դասի ժամանակ, այդ եթե ծանոթ չէր, okay է։ Zip-ը ոնց որ այս առաջին մեթոդից երկրորդին թարգմանությունն է, բայց նույն գլխացավը կունենա, ինչ այս երկրորդ մեթոդը է, էլի։ Կամ էլ մատրիցով, տողությունով, այսինքն։ Ու այդ լրիվ տենց ուղիղ գմփացնող բան է դառնում։ Ես տենց օրինակ չպատկերացրի հստակ, այդ ոնց պետք է մատրիցով կազմակերպենք էլի այստեղ։ Դե օրինակ մի սյանտակ լինի անունները, մյուս սյանտակ արդեն անուններին համապատասխան տվյալները։ Հա, այդ բայց ոնց որ ուղղակի ոնց որ այս երկու փոփոխականի իրար կողք դնելուն է, չէ՞, համարժեք դառնում։ Կարանք պատկերացնենք սրա ունու առաջի սյուն դնենք, սրանը երկրորդ սյուն, ու նույն բանին կգանք, հա, եթե ճիշտ հասկացա։ Շնորհակալություն։ Հա, չէ, ձեզ մերսի։ Հա, iPhone լսում եմ։ Վախներս բերելա երկրորդ iPhone չկա, եթե լիներ կխնդրեի, ճիշտ վախտել եմ խնդրել, որ ընս միացեք, որ հասկանալի լինի, բայց հա, iPhone կարակասի։ Ահա, բարև ձեզ, անշանս հաղորդի չի փոխել։ Ճիշտ ասած, ինձ թվում է ավելի հարմար ձևով հնարավոր չէ այդ կազմակերպել, որովհետև կան ծրագրավորման մեջ բոլոր լեզուներում այդ k-value հասկացությունները, որ ինչ-որ բանին համապատասխանեցնենք մի արժեք, ու եթե ավելի հարմար առանց այդ հասկացությունը ներմուծելու դա հնարավոր լիներ, արդեն այդ գաղափարը չէր լինի։ Դրա համար կարծում եմ, դրա համար կան dictionary-ները, էլի, այսինքն լիստերով, թափներով կամ ինչ-որ այդպես բաներով հնարավոր չի կազմակերպել այդ կոնտակտների ցանկը, որ լինի հարմար ու օպտիմալ։ Հա, իրական ոնց որ էս
Այս ամեն ինչը ոնց որ ուրիշ մեթոդներին քննադատելու կտորներ էլի հենց։ Հա, ասենք ինչ որ արտմազնից չգիտեմ ուրիշ ինչ ձևով կարող կազմակերպենք, ոնց որ կամ երկու առանձին ցուցակ է կամ ասենց ներդրված ցուցակ է, բայց զգացինք գոնե մի քիչ որ երկու մոտեցումն էլ ըխկեն կոպիտ ասած։ Եկեք արդեն ոնց որ այսքան բողոքելուց հետո անցնենք արդեն մեր սիրուն բանին ուրիշ մոտեցմանը։ Ու այդ արդեն կլինի մեր dictionary-ները, որտեղ ոնց որ այս list-եր, tuple-ներ, set-եր բանման այդ ոնց որ ուրիշ գործիքով փորձենք բան անել, էլի։ Ոնց որ ուզում ենք այս բոլտը ուզում ենք ձգենք, բռնենք պլասկագործին, սխմենք, փորձենք տենց անենք, էլի։ Զուտ ճիշտ գործիքը չի բանի համար։ Ունենք հենց գործիք, որը նվիրված այն բանին, որտեղ կա համապատասխանություն։ Այս սրան համապատասխանում է սա, նրան նա։ Մաթեմով ասած, եթե արտապատկերում ունենք, լավ կլինի օգտվել dictionary-ներից։ Dictionary բառը որտեղից է գալիս ընդհանրապես, dictionary նշանակում է բառերը։ Բառերը ո՞նց է կառուցված։ Ձախից գրած է բառը, դիմացը բացատրություն, հետո հաջորդ բառը հաջորդ բացատրություն, տտտ։ Այնպես բան չկա, որ մի edge-ի վրա գրած լինի հերթով բառեր, հետո մյուսի վրա հերթով նույն հերթականությամբ բացատրություններ։ Հա, հստակ S սրան, N նրան, տտտ։ Եկեք դա կազմակերպենք Python-ով։ Նախ դատարկ dictionary սարքելու համար արդեն օգտվում ենք ոնց որ սովորական դատարկ թիթից փակագծից։ Այն որ set-երի դեպքում ասենք չէ, դեսա դրա համար չի, այս սրա համար է։ Ու կամ էլ ուղղակի կարան գրենք dictionary, չգիտեմ խեմ տտարը օգտագործա անկեղծ։ Ու տեսնենք որ ինքը dictionary տեսակ է։ Էլեմենտներից բաղկացածնել սարքում ենք sense։ Ստեղ օրինակ տարիքները հավասար է, ու դնում եմ թիթից փակագից, ու հիմա ժողովուրդ մեր էլեմենտները լինելու են արդեն զույգեր։ Եթե օրինակ այստեղ տարիքներն են պահում մարդկանց, օրինակ եթե Alice-ը 25 տարեկան է, դա կգրենք sense։ Alice, մեր առաջի string-ը, վերջակետ, ճիշտ միջակետ անգլերենով տարիքը։ Ստորակետ, հաջորդ։ Այստեղ էլի պրաբելներ կարամ ոնց ուզեմ դնեմ, լավա մի հատիկ։ Հետո հաջորդը Bob-ը 30 տարեկան է։ Հետո հաջորդը կարամ նոր տողից գրեմ։ Նույն ձև ոնց լիստերի դեպքում, իրականում set-երի tuple-ների դեպքում կարենք մի քանի տողով գրենք, այդ լավ հարմար աշխատում։ Որ հիմնականում այսպես գրելը ավելի հարմար է լինում set-երի tuple-ների ու dictionary-ների դեպքում։ Հա, մի քիչ տողեր ավելի գնում, բայց ավելի հարմար է կարդալ։ Ու սա որ աշխատացնեմ, ինքը ստեղ տպվեց որպես Alice, Bob, Charlie։ Հերթականության պահով ոնց որ եթե այսպես գրեմ, կդառնա ինքը Alice, Charlie, Bob, բայց ոնց որ սա մի քիչ կախված է Python-ի վերսիայից նաև, ինչքան հիշում եմ, բայց լավ, փոշմանեցի որ սրան անդրադարձա։ Ունենք մեր Alice-ին, Bob-ին, Charlie-ին ու իրանց տարիքներով։ Հիմա ոնց իմանանք Alice-ի տարիքը։ Լիստների դեպքում ոնց որ մենք սովորենք, որ կամ ցանկացած բանի էլեմենտ ստանալու համար մենք սովորենք, որ գրում ենք այդ փոփոխականը կամ այդ միանգամից հավաքածուն, թե փոփոխական չունենք սրանից, հետո ինդեքսը, չէ, 0, 1, 2 եւ այլն։ Հիմա հավեսանա, որ ինդեքսից բացի արդեն կոպիտ ասած անուն ունեցող ինդեքս ունենք։ Իսկ մենք կարող ենք ասենք տարիքներ Alice կոնկրետ, ու ինքը ասի Alice-ը մեր մոտ 25 տարեկան է։ Նորմալ ոնց պետք է ավելացնենք։ Ուղղակի գրում ենք տարիքներ, թազա անուն, մենք D-ով սկսվող անուն հիմա։ Հավասարը թազա արժեք, ու մեր dictionary-ում ավելացավ այս մեր բարեկամը։ Արժեք փոխելու համար էլ, օրինակ ուզում ենք 1-ով մեծացնենք արժեքը, ծնունդը անցել է։ Կասենք տարիքներ, այդ մեր բանը, մարդը ում արժեքը ուզում ենք մեծացնենք, պլյուս հավասար 1, ու ինքը sense կդառնա 41։ Ու մեկ էլ ջնջելու դեպ համար կարող գրենք del տարիքներ Charlie, ու մնանք առանց Charlie։ Ասա որ տպեմ Charlie-ն չկա։ Ստեղ այսօր ասում եմ անուններ ու արժեքներ։ Իրանց տեխնիկական տերմիններն է բանալիներ, ու այդ բանալիների հետևում կանգնած են իրանց արժեքները։ Այսինքն ստեղ էս մարդիկ իրանք բանալիներն են։ Ու եթե ուզենանք ստանանք իրանց հավաքածուն հենց բանալիների կամ արժեքների, գրում ենք տարիքներ.keys ու տարիքներ.values ու փակագծեր։ Առաջինը մեզ տվեց sense dict keys կոչվող մի հատ օբյեկտ, սա հենց ոնց որ dictionary-ի բանալիները պահելու համար հատուկ օբյեկտ է, ու ունենք ստեղ Alice, Bob, Dumbledore-ը,
Արժեքների համար էլ ունենք ստեղ 25, 40, 41-ը։ Եթե ուզենանք ստանանք օրինակ առաջին մարդուն, առաջին բանալին, այստեղ չեմ կարող գրեմ 0, որտեղ ոնց որ կարանք պատկերացնենք, որ տակից բանալիները պահվում են բազմության տեսքով։ Ինչը նաև նշանակում է, որ նույնպես ոնց օրինակ մեր կոնտակտների ցանկում մենք չենք կորոնանանք երկու հատ Ալիսից օրինակ, որտեղ այդ դեպքում չենք իմանա ոնց որ մարդը որ ասի Ալիսը քանի տարեկան է, չենք իմանա որ մի տողը կարդանք։ Նույնպես եթե ասենք երկու հատ Հայկ լինի գրանցած հեռախոսում, մեկը հասնի Հայկի համարը ինչա, ինչ իմանանք որ մեկի մասին է խոսքը։ Դրա համար ոնց որ կրկնօրինակներ չենք ուզում ունենանք, ու սեթերի գաղափարով ենք շարժվում, ու սեթերի համար էլ չկա առաջին, երկրորդ, երրորդ էլեմենտ։ Ստեղ ոնց որ այդ առաջի, երկրորդ, երրորդ տտտն սահմանվում է որպես ըստ բանի, ըստ հայտարարման։ Իսկ այնտեղ առաջինը Ալիսին է գրել, առաջինը Ալիսը դարավ տտտը, բայց հենց boon get keys օբյեկտը չունի հերթականություն, ասում է dict keys is not subscriptable, սա նույնն է ինչ սեթերի դեպքում։ Եթե ուզենանք ստեղ օրինակ ստանանք առաջինին, պետք է իրան վերածենք ցուցակի ու վերցնենք ցուցակը։ Ինչը հաճախ կիրառվող բան է, առնվազն ես շուշուտ եղել ասենց գրեմ, որտեվ դիքշնարիների դեպքում ոնց որ գրանոց չի գոնե հերթականության հարցը, գիտենք ըստ սահմանման հերթականությունն է տրված, մեկ էլ նաև շուշուտ պետք է գայիս օրինակ բռնել ինչ-որ մի հատ բանալի վերցնել իր արժեքները նայել, զուտ նայել ծանոթանալու համար, էլի կառուցվածքին, փեխի կառուցվածքը այդ մի քիչ հետո կհասկանանք, որ ներդրված ցուցակներ լինի։ Բայց կարծացած այսպես բան կարաք շուշուտ տեսնեք, որ գրած է list, տարիքներ get keys ու նոր 0 օրինակ, որ առաջին էլեմենտին վերցնենք։ Հա, մինչև ստեղ ինչ որ հարցեր ժողովուրդ։ Հարց կա օբյեկտը ոնց է սահմանվում, ոնց որ ու ճիշտ պատասխան կա, որ ոնց որ ամեն ինչ օբյեկտ է, օբյեկտ ասելով ոնց որ կարաք հասկանաք որպես ինչ որ բանի տեսակ, ինչ որ մի հատ էակ, sense ասած էլի, ասենք integer-ը մի հատ էակ է, իրան ասում ենք օբյեկտ, ոնց որ դասերի գաղափարը պետք է ասենք այդ կլասերի, որը տեղ այդ օբյեկտ բառը մի քիչ խելքի մոտ լինի, ինչը չենք անցել։ Կարաք ոնց որ ես ինչ որտեղ որ ասեմ օբյեկտ, կարաք դա հասկանաք որպես ինչ որ բանի տեսակ։ Դուք ցեղ ինչ որ։ Integer-ների ցեղը, dictionary-ների ցեղը։ Գերդաստան չգիտեմ։ Okay, մհեր լսում եմ, եթե okay էր, կարող հաստատեք, ոչ չէ։ Դե այս մեթոդով էս ոնց հասկացա մենք ստանում ենք մեր այդ ըստ k-ի ստանում ենք value-ն, իսկ եթե օրինակ ուզում ենք ինչ որ value-ի համար բոլոր k-երը ստանանք, դրա համար հատուկ ֆունկցիա կա, թե Python-ում այդ մենք ձեռքով պետք է գրենք։ Հա, այդ հավես հարց է, հակառակ ուղղության համար, ոնց որ հակառակ ուղղության համար պետքա բան անենք, էլի, կամ ինչ որ ուրիշ գրադարաններում պատրաստի բան ման գանք, կամ էլ մենք գրենք, ինչի իրականում տենց կարա լինի լավ մինի առաջադրանք, ինչ որ շատ բարդ բան չի, բայց հավես բան է։ Ու հա, ու նաև ոնց որ հակառակ ուղղության դեպքում նաև կարող ենք ստանանք մի քանի արժեք, որովհետև մենք պարտադրում ենք, որ յուրահատուկ լինեն, յուրօրինակ լինեն մենակ բանալիները։ Արժեքները ոնց որ երկու տարբեր մարդ կարող նույն տարիք ունենա, օրինակ, էլի, բայց երկու տարբեր նույն անունով մարդ չեն կարող ունենանք։ Հա։ Լուսինե, լսում եմ։ Ես կուզեի sense մի հատ բան իմանայի, օրինակ բառարաններում ոնց որ անուններ տառերի հերթականությամբ դասավորված է, կամ եթե մենք բացի տառերից ու այդ իրենց անունների առաջի տառերից ուզենանք դասակարգենք, նաև ըստ տարիքների դասակարգենք, ոնց որ փոքրից մինչև մեծ այդ հնարավոր է բառարանների դեպքում։ Հա, ոնց որ, բայց այդ ոնց որ լինելու է գրադարաններին ոչ սպეციფიկ, էլի։ Այսինքն ոնց մենք կարելի է սորտավորել օրինակ բանը, list-ը նման կերպով dictionary-ներ կարանք օրինակ սորտավորենք, հստակ տենց բան անելու ենք ֆունկցիաների երկրորդ տեսականից հետո, այնտեղ ոնց որ sort իրականում հաստատել էլ կարանք sort հրամանից օգտվենք, ասենք տարիքներ, բայց ոնց որ պետքա բացատրենք, որ մենք ուզում ենք սորտավորել ըստ արժեքների, ինչը արդեն մի քիչ ավելի բարդ գաղափարների է գալիս, որ դեռ չենք անցել, բայց միանշանակ կազմակերպվող բան է, էլի։
ու նաև ոնց որ առանց եթե կոնկրետ հրամանի կարանք ցիկլով փորձենք դա կազմակերպել, եթե շատ ուզենք, դա էլ կարա լինի ինչ որ չափով հետաքրքիր առաջադրանք, եթե ուզեք փորձել, կարաք հետո չստացվի գրեք նայենք, մեծ հա, չգիտեմ ինչքան որ դիարժեք, եթե էլի հարց կա համեցեք, մինչև այդ Միլենա լսում եմ, Ինձ հետաքրքիր իսկ մենք օրինակ dictionary-ից ենթադրենք առաջի ու երկրորդ k-ու value-ները դες միջակետով առանձնացված չեն կարա տպենք։ հա, չէ, ոնց որ բան լիստերի դեպքում որ ինդեքսի հետ ենք հստակ աշխատում, այսինքն թվային էր գրում, կարայինք ասենք ոնց որ գնա 0-ից 1, բայց այստեղ որ արդեն էս key-ն կարա տարբեր բաներ լինի, չեն կարա ասենք գնա Alice-ից Dumbledore օրինակ, էլի։ Հա, պետք է հստակ կոնկրետ անուն ասենք։ Մի հատ բանալիով առաջ շարժվենք, էլի։ Հա, հասկացա, շնորհակալություն։ Էլի հարցեր ժողովուրդ։ Արամ լսում եմ։ Իսկ k-ը մենակ string կարա ընդունի, թե թվեր կամ ուրիշ ասենք true false կամ ինչ որ այլ Դա էլ շատ տեղին հարց։ Մի քիչ հետո մի հատ թեթև օրինակ կար, բայց միանգամից հիմա խոսանք, որ կարանք ասենք օրինակ տարիքներ 1 հավասարա, չգիտեմ, մի հատ էլ թարսա անենք, օրինակ բանալին integer լինի, բանը list, string, ու հիմա տարիքները, ահա, մենոց ստեղ եղավ այս 1-ը, ու կարանք ստեղ ասենք տարիքներ 1 նորմալ աշխատի։ Բուլյանի համար ստուգենք, բուլյանի դեպքում ստեղ եթե ասեմ true հավասարա, ստեղ լինի ինչ-որ բարև, ու տպեմ տարիքները, սա էլ հանգիստ կաշխատի, հետարքիր է նա, որ ոնց որ ինքը եկավ ստեղ պավեց 1-ի տեսքով, այսքան այս true-ն ոնց է որ ինչ-որ թվաբանական գործողություն անելուց true false-ը բան էին անում, true false-ը 1-0-ների դերերն էին ընդունում իրանց, ստեղ եթե ասում ենք true-ին օրինակ պահի բան, լավ թոթազա արժեք լինի, բարևներ, տեսնում ենք, որ ստեղ 1-ը թարմացավ դառավ բարևներ, որտև 1 արժեքը ու true-ն իրար էկվիվալենտ է։ Բուլյանները թվերի ենթատեսակներ են, իրենք կոնկրետ 1 ու 0 թվերն են։ Դրա համար ոնց որ վերևում որ սահմանել էի, ստեղ ուղղակի արժեքը թարմացավ, որտև ասենց ասած այդ գտավ ինքը, որ արդեն կար, նորից սարքեց։ Բայց հետարքիր այն, որ եթե false-ը գրեցի հավասար է ինչ-որ բան, 0 քանի որ չկար, ինքը false-ին ստեղծեց որպես առանձին false։ Ու մե եթե ես ասեմ տարիքներ 0, ինքը այս բարևները կտա։ Նույնձև եթե ասեմ տարիքներ false, որտեվ իրար նույն կերպայցն էլի, այս բավականին հետարքրոտ ցուցադրություն է երևի այդ 1-0-ի ու true false-ի համապատասխանության։ String-ը աշխատեց, թիվը աշխատեց, եկեք ամբողջականության համար մի հատ է float-ը ասենք, սա թող հավասար լինի, լավ եկեք ստեղ գրեմ 314, ստեղ գրեմ p օրինակ, սա էլ է հանգիստ աշխատում, ընդհանուր առմամբ ոնց որ տեխնիկապես ասած հեշավորվող օբյեկտներն են աշխատում, հեշավորողը չեմ ուզի սահմանեմ հիմա, բայց եթե օրինակ ստեղ ասեմ 1-2 բազմությանը համապատասխանություն ինչ-որ բան, այսենց արա, սա թող հավասար լինի սրան, այս չի աշխատի։ Լիստին ասեմ համապատասխանություն ինչ-որ բան, այս էլ չի աշխատի, այսինքն ինչ-որ հավաքածուների, հավաքածու որպես բանալի չենք կարող ունենանք, բայց բոլոր ոնց որ մի հատիկանոց բաները հանգիստ աշխատացին։ Եթե ցիկլ պատտվենք, եկեք տեսնենք ինչա տեղի ունենա ժամանակ, ցիկլի դեպքում ոնց որ միանգամից հարց է կանգնում, օքեյ, ցիկլը պատտվում, ինչերի վրա է ցիկլ պատտվում, բանալիների վրա է ցիկլ պատտվում, արժեքների վրա է ցիկլ պատտվում, թե մենք միանգամից այդ զույգերի վրա բանալի արժեքի։ Ցիկլը որ պատտվենք չենք իմանա ոնց որ բանալիների վրա թե արժեքների թե տտ։ Եկեք տեսնենք ոնց է լինում, եթե ուղղակի ասում ենք, ասենք for Martin տարիքներ print Mart, ինքը իր default տարբերակով պատտվում է բանալիների վրա։ Սա նույնն է, ինչ եթե ստեղ գրեի տարիքներ get keys։ Էկվիվալենտ է, default-ով պատտվում է բանալիներով։
Արժեքներով պատտվելու համար պետք է ասեմ տարիքներ get values, այսպես կանի։ Մեկ էլ կա մի հատ հետաքրքիր բան, այդ get items-ն է, get էլեմենտներ։ Բանալի արժեք ու կոնկրետ էլեմենտներ, դա արդեն լինում է, կարանք պատկերացնենք որպես sense ցուցակ, որտեղ որ հատիկ ամեն էլեմենտը դա բանն է։ Բանալի արժեք զույգերն են, Alice 25, Bob 30, տտտտտտ։ Սա նման է ոնց որ այս մեր գաղափարին, որ ասում էինք անուն ու համարները դարձնում ենք հատիկ էլեմենտներ, անուն, համար։ Այստեղ ներդրված ցուցակի տեսքով է գրված, այնտեղ կարանք աշխատենք, մտածենք բանի տեսքով իր մասին, tuple-ների ցուցակի, բայց ավելի կարող է ոնց որ զուտ կիրառական մակարդակով, եթե ասեմ for e in տարիքներ get items, ուստեղ տպեմ իրան, ինքը կլինի ոնց որ արժեք, բանալի արժեք զույգերի վրայով հերթով կանցնի, Alice 25 ու ասում է, որ tuple-ներ են սա, Bob 30, տտտտտտ։ Հիմա եթե ուզեմ առանձին Alice-ների հետ աշխատեմ, առանձին բանելի հետ, արժեքների հետ, այսինքն համ key-երի վրայով պատտվեմ, համ value-ների, սա արդեն մեզ հնարավորություն կարա տա, եթե օրինակ ասեմ օրինակ name-ը հավասար, name ստորակետ age-ը հավասար է, այստեղ կարամ ասեմ e0, e1 ու կարամ ուղղակի գրեմ e, ու ինքը ավտոմատ ոնց որ առաջի էլեմենտը տա name-ին, երկրորդը age-ին, այստեղ արդեն name ու age-ը կպահեն Alice 25, Bob 30 տտտն, բայց հավես բանը, սիրուն բանը այն է, որ այս tuple-ը, որ երկու մասի են բաժանում, name ու age-ի, դա կարանք անենք ցիկլի հայտարարության մեջ։ Այսինքն ոչ թե ասենք for e in տարիքներ get items, այլ for name ստորակետ age in տարիքներ get items։ Դա միանգամից վերևում անենք։ Սա որ գրենք, միանգամից name-ը պատտվելու է բանալիներով, age-ը պատտվելու է արժեքներով։ Մի քիչ խոսամ ու հարցեր լսեմ։ Նույն կերպ ունենք ստեղ len-ը նաև, ժողովուրդ, որ ուզում ենք իմանանք թե քանի էլեմենտ կա զուտ, երկարությունն ենք հարցնում։ Key values items-ը տեսանք։ Մի հատ էլ մեթոդի մասին խոսանք, թե ոնց կարանք արժեք ստանանք։ Տեսանք, որ կարանք գրենք օրինակ տարիքներ, ինչ որ քառակուսի փակագծերի մեջ անուն, բայց եթե չեղավ անունը, այդ դեպքում ոնց որ error ենք ստանում։ Բանալի error։ Ասում է, որ այս բանալի չկա։ Սա ագրեսիվ ձևն է, սա ոնց որ ջղային ձևն է։ Նման նրա, որ ասենք get find-ը -1 էր տալիս, get index-ը error էր տալիս։ Նույնիսկ ստեղ ոնց որ ուղղակի քառակուսի փակագծով գրելու դեպքում, եթե չգտնվեց, error անգնում, կարմրումը կոդը stop անգ տալիս։ Փափուկ ձևը դա get-ն է։ Ինք ստացի այս արժեքը։ Եթե ասում ենք get ու տալիս ենք բանալի, եթե գտնվեց, ինքը մեզ արժեքը տալիս է։ Եթե չգտնվեց, ինքը մեզ ոչ մի բան է տալիս։ Նայեք, բան չտպեց, սա Python-երեն ինքը none-ն է մեզ տվել, էլի։ Եթե ստեղ սա տպեմ, տեսնենք, որ ինքը վերադարձել է ուղղակի none։ Բայց այս get-ի նաև մի հատ ուրիշ հավես մեծ բան, բացի նրանից, որ ինքը կոպիտ խիստ չի, չգտնվեց ոչ մի բան, կասի չկա։ Լավ այն, որ նաև մենք կարանք հստակ իրան կոնկրետ ասենք, թե ինքը մեզ ինչ վերադարձի։ Կարանք օրինակ զուտ ստեղ գրենք չկա string-ը, որ եթե ինքը չգտնի, վերադարձնի չկա, եթե գտնի, վերադարձնի կոնկրետ արժեքը։ Իրականում նույնիսկ կարելի է ոնց որ ֆունկցիա գրել, հրաման գրել, թե ինչ անի, եթե չկա, այստեղ ես ուղղակի ֆիքսած արժեքներ եմ տվել, բայց ոնց որ սրա մասին չենք խոսում, որովհետև ֆունկցիաները չգիտենք թե ինչ են, ուղղակի կարճ ակնարկ էլի, թեթև։ Ու մի հատ էլ օգտակար մեթոդ այն, որ եթե ուզում ենք միանգամից dictionary-ին թարմացնենք, օրինակ մի քանի էլեմենտ ավելացնենք, կամ ինչ որ էլեմենտներ ավելացնենք, ինչ որ էլեմենտների արժեքները դարձնենք թազան։ Այդպես դեպքերում, ասենք եթե այստեղ ունենք ուրիշ dictionary, որտեղ John-ի ու Smith-ի տարիքներն են, ու Alice-ի տարիքը թարմացվել է 25-ից 27 է դարել, եթե գրենք տարիքներ get-update, տարիքներ dictionary-ն ավտոմատ կդառնա այս իրանց միավորումով dictionary-ին, Alice-ն էլ թազա տարիք կունենա։ Ներողություն, Alice-ն էլ ունեցավ 27 տարիքը։ Հարցեր ինչ է ժողովուրդ, ինչև ստեղ։
Չաթում նամակ կա, որ չաթում հարց կա, որ պատասխանենք թե չէ, անձնական նամակի տեսքով է, խնդրում եմ սաղ նամակները բանով, էլի, չաթով։ Հարցա, եթե ամեն ինչ օբյեկտ է, բայց այդ դեպքում ինչի ենք առանձնացնում բազմություն, tuple, set եւ այլն, ու անին ճիշտ պատասխանելա, որ հա, դրանք տարբեր տեսակի բաներ են, ոնց որ սենց ասած այդ օբյեկտ կոչվածը չեմ ուզում շատ խորանամ, որովհետեւ հետագա թեմաներից է, բայց անպատասխան չթողելու համար հարցը օբյեկտ նշանակում ոնց որ Կարանք հենց իրական պատկերացնենք, որ այդ հայավարի ասած օբյեկտով էլի, ասենք տաշիր պիցային կարանք օբյեկտ ասենք, բայց նաև կա Երևանյան շաուրման, որ էլի կարանք օբյեկտ ասենք։ Երկուսը տարբեր տեսակի բան են, տարբեր տեսակի շարքեր են բաների, սրճարանների, չգիտեմ։ Մեկը մի տեսակի է, մեկը մի տեսակի է, մեկը մեկում համով աջարական է, մեկում հաջող համով տաշիր է։ Նույն ձևն ոնց որ ստրինգերը հարմար տեքստերի հետ աշխատելու բաներ են, ցուցակները հարմար տարբեր բաների, էլեմենտների հավաքածուների համար բաներ են։ Ոնց որ չենք կարող ասենք, որ եթե իրանց երկուսին էլ անվանում ենք ուտելու տեղ, ուրեմն պետքա մենակ մեկը գոյություն ունենա, էլի։ Երևի այդ անալոգիան կարամ առաջարկեմ, եթե անհասկանալի է, կարաք ձեր բարձրացնեք կամ չաթում գրեք։ Ու ժողովուրդ, եթե ընդհանուր միջև այստեղ հարցեր կա, համեցեք։ Boom dictionary-ներից այսքանն էր բանը, թեման հիմա ներդրվածների մասին խոսանք, բայց միջև էս մուշախ լսում եմ։ Ստեղ ոնց հասկացա, ինչ որ անունները բան չպետք է, չէ, կրկնվեն։ Բայց երբ որ բայց ստե մի հատ հետաքրքիր հարց, երբ որ անուններ ու ասենք հեռախոսի համարն ենք դիտարկում մեր օրինակում, դե շատ հավանական է, որ ինչ որ մարդու անուն կրկնվի։ Այդ դեպքում ոնց ենք անում էդի մեկ եւ երկրորդը, երբ որ ուզում ենք այդ մարդու անունը գրենք, որ իր value-ն հանի։ Այդ դեպքում երկուսին է անում, թե առաջին պատահածը, դա ոնց է լինում։ Երկուսին գաղափար չկա, չի կարա միաժամանակ երկուսը լինի, էլի։ Ամեն ինչից մի հատիկ է։ Ու նույն ձև ոնց հեռախոսում, եթե լրիվ նույն անունով փորձեմ երկու հոգու գրանցեմ, ինքը չի ոնց որ ուղղակի թարմացնելու է վրայից, էլի։ Եթե երկու մարդ ունենք, ուրեմն ստիպված պետք է ասենք օրինակ ազգանունը հետո ավելացնենք, որ նոր ամեն մեկը առանձին պահվի, էլի։ Կրկնօրինակ երբեք չենք կարող ունենանք, էլի։ Եթե մարդը երկու հեռախոսի համար ունի, խնդիր չկա, մենք կարող ունենանք, ասենք, այստեղ կարող գրենք մարդ 1 ու ներողություն, մարդ 1 ու իրան համապատասխան ոնց որ ցուցակով պահենք երկու համար, այդ լրիվ օքեյ է։ Բայց երկու հատ նույն մարդուց չի կարող հանդիպի, էլի, բազմությունը չունի կրկնօրինակներ։ Okay։ Մի քիչ բաց տեղ մտցնենք, ինչ որ մարդա լավ, մարդու տարիքը, երկու տարբեր մարդիկ են, օրինակ մեկ հայկա, չգիտեմ 20 տարեկան է, մյուս հայկա, չգիտեմ 31։ Այդ ինքը կրկնվում է կամ էլ պիտի մեկինը բաց թողնես, դա ո՞նց է այդ հարցը լուծում, ճիշտ ասած, լավ չհասկացա։ Եթե օրինակ հիմա ավելանա երկրորդ Ալիսը, հա, ու տարբեր տարիք ունեն, չգիտեմ 32։ Հա, հիմա եթե ասենք տարիքներ Ալիս հավասար է 32 ու տպենք տարիքները։ Ուղղակի Ալիսի տարիքը դառնալու է 32։ Մենք չենք ունենալու երկու Ալիս, չի կարա լինի երկու Ալիս, էլի։ Թարմացվելու է արժեքը։ Եթե սա ուրիշ Ալիս է, պետք է գրենք Ալիս Ալիսյան օրինակ, էլի, որ իմանանք սա մյուս Ալիսն է։ Այդ դեպքում ստեղ կունենանք այս մեր հաջորդ Ալիս Ալիսյանին։ Այսինքն բանը փոփոխականների նման, որ վերագրում ես, ինքը վերջին է հիշում, հինը մոռանում է, ոնց որ ասած։ Հա, ոնց որ թազա բան եթե գրում ենք, թազան է մնում, էլի։ Մի հատ էլ հարց տեղ, որ մենք ինչ-որ նոր մարդու անուն ենք անում, ինքը վերջից ավելացնում է, ճիշտ է։ Հա։ Հա, եթե ուզում եք, չգիտեմ, սկզբից ավելացնենք, այս դեպքում տենց ինչ-որ բան կա, որ ցուցակի դեմից ավելացնի գրված։ Տեղադրել կոնկրետ դիրքով։ Հետո դրա համար հատուկ կոդ պետք է գրվի, որ ինքը տենց աշխատի։ Վստահ չեմ։ Հստակ կոնկրետ դիրքով եթե ուզում ենք անենք, կարող է պետքա մի քիչ ուրիշ բանից օգտվենք, բայց ոնց որ թե չկա ձև իմանալով։ Պրոստը վերջից ավելացնում։ Անձամբ ես չգիտեմ հենց ուղիղ մաքուր ձև կոնկրետ դիրքում դնելու դիքշնարիների ու ենթադրում եմ
Դրա բացատրությունը նա որ չկա, բայց 100% իմանալու համար պետք է մի քիչ գուգլել, մի քիչ գուգլալն էլ ավտոմատ ինչ որ բան չի բերում։ Հա, պատասխանը այդքանն է։ 99%-ով երևի ձև չունենք հստակ դիրքում դնել, էլի։ Հազա դիքշների սարքելը տեղ կազմակերպել բաման կարանք խորանանք։ Եղածը ուղղակի ասել get insert ու դիրը ստեղ չենք կարա, որտեղ էլի տակից դիքշներիների սկզբունքն է, դիքշներիների դեպքում էլ հերթականության գաղափար շատ չենք խորանում, էլի։ Եղավ, մերսի։ Էլի հարցեր, ժողովուրդ։ Ցանկացած հաջորդ մինչև ստեղ։ Լավ, մեկ էլ խոսանք ներդրված ցուցակներից, ներողություն դիքշներիներից։ Եթե օրինակ մարդու հեռախոսի համարը պահելուց բացի ուզենանք նաև էլեկտրոնային հասցել պահել իրեն, այդ դեպքում արդեն ոնց որ ամեն մարդուն համապատասխանելու է մի հատ ինչ-որ ուրիշ բան, որտեղ համապատասխանություն կա։ Ասելու ենք տարիքներ ալիս, դարձյալ ուստեղ պետք է դիքշների սարքենք։ Ասենք հեռախոսի համարն է սա, email-ն է սա։ Ստորակետ մեր հաջորդ էլեմենտը Bob-ը լինի, ասենք Bob-ի մոտ հեռախոսի համարը սա է, բան, էլեկտրոնային հասցեն սա։ Այստեղ կարա լինի օրինակ երկու տարբեր բան, պարտադիր չի լրիվ նույն կառուցվածքը լինի, կարա ասենք լինի Bob-ի հասցեն ստեղ, սովորական հասցեն, Alice-ի մոտ լինի էլեկտրոնային հասցեն, երկուսի մոտ էլ հեռախոս լինի, բայց այստեղ է օրինակ ասեմ contacts.keys, ինքը ասելու է Alice Bob, որտեղ sense ասած առաջի մակարդակը այդ Alice-ը ու Bob-ն են մեր մոտ։ Հետո իրանց մեջ կա ուրիշ բաներ, բայց sense ասած մեր գրքույկում իրանց ենք հանդիպելու, պետք է իրանց վրա կտեսնենք, որ հետո ուրիշ բաներ տեսնենք։ Հա, ու եթե ասեմ տարիքներ contacts Bob, ինքը կբերի Bob-ի ինֆորմացիան, հեռախոս ու բան։ Ուստեղ եթե ասեմ օրինակ տարիքներ Bob.keys, սա արդեն կբերի հեռախոս ու հասցեն։ Իսկ օրինակ contacts Bob phone-ը, այսինքն ասած երկու հատ կարոքսի փաղագծով գրած բանալիները, կբերի արդեն Bob-ի հեռախոսը։ Bob-ին եթե ուզում ենք email ավելացնենք, կարող ենք գրենք օրինակ ասենց մենակ sense ու list-ը մոռացա փակեմ ու sense արդեն կթարմանա contacts Bob-ում կավելանա նաև այս մեր email-ը։ Այսինքն ներդրված բաներ շուշուտ ունենում ենք ու ընդհանրապես ժողովուրդ ոնց որ սա լավ կանեի սկզբում ասեի այս դիքշներիները իրանք JSON օբյեկտի Python-ական տեսակն են sense ասած, իսկ JSON կոչվածը ինքը հենց ոնց որ բանալի արժեք համակարգով էս բանն է, աշխատող բանն է։ JSON-ը հետենա թե ոնց են իրար հետ շփվում ցանկացած համակարգեր ինտերնետում։ Այսինքն օրինակ ես այդտեղ որ գրեցի JSON Google-ում search արեցի։ Այս պատասխանը ինձ որ եկել է, որտեղ այս ամեն մի դաշտում տարբեր բաներ են դրված։ Սա ինձ եկել է JSON-ի տեսքով։ Ինչու են JSON-ները շատ սիրուն ու հրաշալի, որտեղ իրանք ահավոր ճկուն են։ Մենք կարող ենք ունենանք ցանկացած տեսակի ներդրումների քանակ։ Իսկ միտեղ կարող լինի ուղղակի գրված այստեղ եթե շատ ուզենք կարող ենք փորձենք նաև ոնց որ գրանցել թե ինչա տեղի ունենում, երբ որ այստեղ ասենք գամ գրեմ այստեղ եկեք մեր JSON նորից search անեմ։ Տեսնեմ ինչ պատասխաններ է ինձ գալիս, ոնց որ հենց տակից ինչա տեղի ունենում, սպասեցի։ Այս լավ կայք չընտրեցի, սա ցույց տալու համար երևի չի երևում նորմալ, բայց այս այլ օրինակ որ նայենք, մեզ պատասխան որպես միշտ գալիս է ասենց բանալի արժեք զույգերի հավաքածուներ ու կարա լինի տարբեր քանակի ներդրումներ, օրինակ 3-ի դիմաց դատարկ լիստ է գրած, գաղափար չունեմ սա ինչն է, 2-ի դիմաց կար սենց առանձին 0, որի մեջ կա առանձին մի հատ ուրիշ 0, որի մեջ կա երկու հատ առանձին էլեմենտ 0 ու 1։ Մաքսիմալ ճկունություն։ Դրա համար ամեն ինչ բոլորը միշտ կայքերը իրար հետ, այսօր կայքը իր հետևի դվիժոկի sense, հետևի շարժիչի հետ խոսում է JSON-ով։ Շարժիչը իրան ուղարկում է JSON, ինքը իրենց ինչ-որ բան ուզում է JSON-ով։ Այդ JSON-ները Python-ով ասած դիքշներիները շփման լեզուն են։ Տվյալագիտության կոնտեքստում
JSON-ները բավականին պետք են գայս, օրինակ եթե կայքերից է եկել տվյալները, կարան ավտոմատ տենց լինեն։ Նաև ոնց որ եթե ունենք տարբեր մակարդակի ինդեքսաբաններ, տարբեր մակարդակի ներդրումներ, ներդրվումներ ավելի ճիշտ երևի ճիշտ կլինի ասել, եթե ասենք կա պահած մի սյունում մարդու անունը, մեկում տարիքը, մեկում աշխատավարձը, հետո մեկում օրինակ բանը, ընտանիքի անդամների աշխատավարձերը։ Այնտեղ լինի, ասենք գրած լինի հետո առանձին այդ միսիոն մեջ հատիկ եթե լինի քուր այսքան աշխատավարձ, աղբեր այսքան աշխատավարձ այդ արդեն ուրիշ մակարդակի ներդրում է։ Այսինքն մեր մոտ սա լինելու էր անուն, տարիք, մեկ, ու հետո գալու էր, ասենք, բարեկամներ, ու սա լինելու էր մեր մոտ սենց քուր, այսքան, եւ այլն։ Կարար հետո լիներ մի հատ էլ, ասենք, այս քրոջը կարար համապատասխաներ, մի հատ ուրիշ ներդրում, ասենք, աշխատավարձ, այսքան ու, չգիտեմ, տարիք, այսքան։ Մի խոսքով, շատ ոտի վրա եմ օրինակ բերում, ու բավականին վատ օրինակ եմ բերում, ինձ թվում է, բայց ուզում եմ ընդգծեմ, որ շատ ճկուն են, էլի, այս մեր JSON-ները։ Հարցեր ժողովուրդ, մինչև ստեղ, վայ, սխալ կոչակ, մուշակ լսում եմ։ Ես մտածում եմ օրինակ այս բաները, որ կա dictionary-ին, որ ինքը շատ ճկուն է, կարանք համ key-երի հետ աշխատենք, համ value-ների, համ երկուսի հետ։ Օրինակ ես մտածում եմ, որ այս ավելի շատ պետք կգա մեծ տվյալների հետ աշխատելիս, ֆիլտրել եւ այլն, չէ՞, ինչ-որ բազաներից ասենք տվյալներ հավաքել։ Կախված է լինելու տվյալները ինչ են, ոնց որ եթե աղյուսակային տվյալներ է, ասենք չկա տենց շատ եսիմինչ ներդրումներ, ներդրվումներ, այլ ասենք կոնկրետ sense հատիկ է կամ դզած անենց, որ արդեն հատիկ լինի սյուն արժեք, տողեր։ Դեռ արդեն ոնց որ աշխատելու ենք հենց աղյուսակային տվյալների հետ աշխատելու բաների հետ, այդ ոնց որ Python-ից դուրս տվյալի օբյեկտ է լինելու, data frame-ը կոչվելու, ու այդ ոնց որ անցնելու ենք գրադարանների ժամանակ, եթե նկարները այդ մեր բազայում, այդ լրիվ ուրիշ պատմություն, ոնց որ շատ կախված է լինելու, թե ինչ ունենք, էլի, ու հիմնականում ոնց որ այ շատ նույնիսկ եթե JSON լինի, ես հիմնականում աշխատում եմ JSON-ը բերեմ աղյուսակի տեսքի, ինչքան հնարավոր է, ու հետո աշխատեմ այդ աղյուսակային տվյալի հետ աշխատելու գրադարանով ու այդ արդեն այդ տեսակի տվյալներով, էլի, այդ տեսակի փոփոխականներով։ Որ ավելի հեշտ լինի։ Հա, ոնց որ այդ խնդրի համար այդ գործիքը ուրիշ բան է լինում, էլի։ Հա, հեշտացնում աշխատանք ավելի է։ Okay, էլի հարցեր ժողովուրդ։ Վարի։ Մեկ էլ dict comprehension-ների հետ կապված, լավ կանեի հերթականություն թարս դնեի։ Ոնց որ set comprehension-ի դեպքում ունենք sense գրած հերթով իր բաները, ինչ արժեքներ պետք է ընդունի, այստեղ պետք է արդեն ունենանք այդ զույգի պահ, բանալի արժեք։ Ու դա զուտ կազմակերպվում նրանով, որ այստեղ զուտ գրելու ենք վերջակետով համապատասխանաբար բանալին ու արժեքը ինչ պետք է լինի, օրինակ i միջակետ i քառակուսի for in range 5-5-ից 6, սա մեզ կտա -5 25, -4 16, -3 dictionary։ Կն գրում ենք key վերջակետ value ու for-ով այն ինչ ուզում ենք գրենք, էլի։ Ու տեսական կտորից իրականում էլի այսքանը։ Հարցեր ունեք ժողովուրդ։ Ամբողջ տեսությունից մինչև այս պահը եղած։ Դե լավ։ Մի հատ փոքր առաջադրանք է այստեղ դրել, բայց սա այսօր եւի չենք անի արդեն, գործնականին կանենք։ Գործնականը լինելու է մեր հաջորդ դասը հենց։ Ու մեկ էլ հաջորդ գործնականի համար մտքովս անցել էր, որ կարանք բան անենք, Telegram-ի տվյալների թեթև վերլուծություն կամ Telegram-ի տվյալների հետ աշխատանք անենք,
որտեվ Telegram-ից տվյալները եթե քաշելու լինենք, լինելու է բանի տեսքով, dictionary տեսքով, դե dictionary չէ, JSON-ի տեսքով, Python-երեն եմ ասում dictionary, եթե ինչ-որ ուրիշ, այդ ոնց որ կդառնա ավտոմատ միկրոպրոյեկտ, էլի, սենց ասած, որը իրականում կարելի է դարձնել եկամեծ պրոյեկտ, եթե ցանկություն լինի։ Եթե միտք ունենաք ինչ-որ ավելի հետաքրքիր գործնականի, համեցեք, ոնց որ ուրախ կլինեմ կարծիքներ լսել։ Եթե չէ, կանենք մի հատ այս առաջադրանքը վարվելու համար, վարվելու չէ, ականալու համար, ու այդ Telegram-ի տվյալների վիզուալիզացիայի նեղություն, առանց վիզուալիզացիա չգիտենք դες բաներներ, Telegram-ի տվյալների հետ աշխատանքի պրոյեկտը։